3.5 ամիս տևած կատաղի բախումներից, բազմաթիվ զոհերից ու տապալված բանակցություններից հետո Իրանն ու Ամերիկան հայտարարում են համաձայնության գալու մասին։ Գործարքը ներառում է պատերազմի դադարեցում, Իրանի նկատմամբ ամերիկյան շրջափակման վերացում եւ Հորմուզի նեղուցի վերաբացում։ Բանակցությունների միջնորդ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է համաձայնության ձեռքբերման տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում կրակի դադարեցման մասին, հավելելով, որ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված է ուրբաթ հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Իրանի հետ գործարքն ավարտելու մասին հայտարարել է նաև Միացյալ Նահանգների նախագահը, ընդգծելով, որ կվերականգնվի Հորմուզի նեղուցով նավագնացությունը եւ կդադարեցվի Իրանի ծովային բլոկադան։ Իրանի պետական հեռուստաալիքը նույնպես հաստատել է ձեռքբերումը։ Միացյալ Նահանգները ստիպված էր պատերազմի ավարտի մասին հուշագիր ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Դիմադրության ճակատի հետ։ ԱՄՆ-ն մշտական եւ անհապաղ դադարեցնում է Իրանի ու նրա դաշնակիցների դեմ պատերազմը բոլոր ճակատներում։ Փոխըմբռնման նախնական նախագծում ներառել են Իրանի բոլոր կարևոր դիրքորոշումները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների փոխըմբռնման հուշագրի տեքստը վերջնականացվել է եւ կստորագրվի ուրբաթ Շվեյցարիայում։ Այսօրվանից երկուշաբթի առավոտից արվելու է երկու անհետաձգելի քայլ։ Առաջինը՝ պատերազմի եւ ռազմական գործողությունների դադարեցում տարբեր ճակատներում, այդ թվում Լիբանանում, ինչը նշված էր նաեւ Պակիստանի վարչապետի հայտարարության մեջ։ Երկրորդը, որին անդրադարձել է նաեւ Միացյալ Նահանգների նախագահը, ծովային շրջափակման վերացումն ու ավարտն է։ Քազեմ Ղարիբաբադին նշել է, այս փոխըմբռնումը միայն դիվանագիտական խորհրդակցությունների արդյունք չէ, այլև իրանցի նահատակների արյան, զինված ուժերի խիզախ գործողությունների, փողոցներում ժողովրդի տոկուն ներկայության եւ զինված ուժերին ցուցաբերած աջակցության։ Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, որոնցից գլխավորներն են ռազմական գործողությունների հրատապ ու անժամկետ դադարեցումը բոլոր ուղղություններում, այդ թվում Լիբանանում, Միացյալ Նահանգների երաշխիքներն Իրանի ներքին գործերին չմիջամտելու եւ երկրի ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ, ծովային շրջափակման ամբողջական վերացումը 30 օրվա ընթացքում, Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերումն Իրանի մերձակա տարածքներից, Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնումը, իրանական նավթի արտահանման սահմանափակումների դադարեցումը։ Բացի այդ, Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պատրաստում են $300 միլիարդ ծրագիր Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Վերջնական համաձայնագիր պատրաստելու համար կլինեն 60-օրյա բանակցություններ։ Իրանի $24 միլիարդ ակտիվներն էլ կապասառեցվեն։ Թեհրանի հանձնառությունն է հրաժարվել միջուկային զենքի արտադրությունից։ Գործարքի կնքման արարողությունը կրկին տեղափոխվում է Եվրոպա։ Իրանական կողմից Ժնև կմեկնեն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ամերիկյան կողմը կներկայացնի փոխնախագահը։ Fox News-ին տված հեռախոսային հարցազրույցի ժամանակ J.D. Vance-ը նշել է մեծ հաղթանակի մասին։ Միացյալ Նահանգների համար սա հաղթական պահ է, շնորհիվ նախագահի ու մեր ամբողջ թիմի ջանքերի։ Եթե իրանցիները կատարեն այս գործարքի պայմանները, սա առաջիկա 50 տարվա ընթացքում արմատապես կփոխի մերձավոր արևելքը։ Սա վերջ կդնի պատերազմին, տարածաշրջանն առավել գրավիչ կդարձնի ներդրումների համար։ Սա կնշանակի բարգավաճում եւ էներգակիրների առավել ցածր գներ ամերիկացիների համար։ Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահը նույնպես ցանկանում են ներկա լինել։ Ստորագրման արարողությունը կարող է դառնալ Միացյալ Նահանգների ու Իրանի ներկայացուցիչների նման ամենաբարձր մակարդակով առաջին հանդիպումը վերջին 47 տարվա ընթացքում։ Միջազգային հանրությունը գրեթե միաձայն ողջունել է Միացյալ Նահանգներ-Իրան համաձայնությունը։ Պատմական գործարքին կարող է խանգարել միայն մեկ երկիր՝ Իսրայելը։ Բենյամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանից եւ իրեն պարտավորված չի համարում կատարել Միացյալ Նահանգներ-Իրան համաձայնագրի լիբանանյան վերապահումը։ Բիբին հստակ հասկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա իր զբաղեցրած դիրքերում եւ կշարունակի գործել Հեզբոլլահ շարժման սպառնալիքի դեմ, ոչնչացնելով ենթակառուցվածքներն ու արձագանքելով Իսրայելի վրա ցանկացած հարձակման։ Միջազգային մեդիան գրում է, Միացյալ Նահանգներն Իրանի հետ համաձայնության է գալիս հենց նախագահի 80-ամյակին։
Սա կարծես ծննդյան նվեր է Դոնալդ Թրամփին, որը բոլորին շնորհավորում է պատմական ձեռքբերման համար, սակայն շատերի համար պատկերը միանգամայն այլ է։ Սպիտակ տան ղեկավարը տոնում է մի բան, որն իրականում Իրանի հաղթանակն է։ Ըստ The Atlantic-ի Թրամփի վարչակազմը չի հասել իր ոչ մի նպատակի, եւ այժմ նախագահը վճռականորեն տրամադրված է որքան հնարավոր է արագ ստորագրել, ամրագրել ու իրականացնել Ամերիկայի կապիտուլյացիան։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։